Ես եմ բեղաղում։ Լավ Սակո ջան, դու կարաք գնաք։ Ոնց կասես Մարատ ջան։ Գնայդ մեր սաղ գործերը վերջացրու, ես ավելի ուշ կմտնեմ օֆիս, կստորագրեմ թղթերը, առավոտ շուտ կմտնես բանկ, կհանձնես։ Այո, շեֆ ջան։ Ալիկ, մեքենայի բանալները։ Դու քոնը խոտ դուր։ Մարատ ինքը կքշի։ Բայց մարդ նոր էր, սենց արակի մեջ փակ դագաղով։ Գնա մեր գործերից բան։ Սակո ծանոթ մարդ էր, պետք էր օգնել։ Գնացեք։ Արի քնիր, վեր կաց։ Ես եմ Վեր կաց, արի։ Ես եմ Արի, վեր կաց։ Մեր չունիս մնալը։ Քնար, հավաքի քեզ։ Քո կյանքը շարունակվում է։ Եղածը չես փոխի։ Խոստանում եմ քեզ, որ ամեն ինչ կանեմ, որ սերը փարատվի։ Ես կողքիդ եմ։ Դու կարող ես ներել ինձ Մարատ։ Ես ամեն ինչից հետո կողքիս լինելու չատել ինձ։ Քնար, մինչև հիմա այդպես է չկարողացար հասկանալ, որ դու միակ կինն ես եղել իմ կյանքում, որ իմ համար միևնույն է, թե ինչ ես արել։ Գիտես, որ մեր բաժանումից հետո այս տարիների ընթացքում իմ կողքին ուրիշ կին չի եղել, որովհետև միայն քեզ եմ սիրել, ու հիմա էլ սիրում եմ։ Դու միշտ շատ ուժեղ ես եղել։ Ես հենց դրանից եմ վախեցել։ Իմ սերն է, որ ինձ միշտ ուժեղ է պահել։ Ես հիմար եմ եղել Մարատ։ Ինչի քեզ շուտ չէի ասում։ Ինչի քեզ շուտ չէի ասում, որ այս ամենը տեղի չունենար Մարատ։ Ես հիմար եմ եղել։ Արի գնաց։ Եկեք, համեցեք, երեխեք ջան։ Ստեք։ Պատրաստվում եք հանդիսություններին։ Հա, բայց կուզենք մի հատ տեքստը նայել։ Անինա գրել։ Դու նայել ես։ Դե ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Թե չէ կմտածեի, որ իզուր եմ ձեզ աշխատավարձ տալիս։ Լավ։ Պրեզենտացիայի համար դուք պահոցից կստանաք զարդեր։ Ուզում եմ, որ բոլորդ մեր արտադրանքը գրեք։ Հա, անի, ու ուզում եմ, որ դու բաց վզով զգեստ գրես և մեր կատալոգի, շապիկի կոլեն գրես։ Հա, ես ճիշտն ասած գործնական կոստյում էի պատրաստել։ Չէ, անի ջան, դու հանդիսանալու ես մեր ֆիրմայի դեմքը։ Էնպես որ բաց վզով զգեստ և շատ շքեղ։ Լավ, հասկացա։ Կարեն վերցնում ես Անիին ու գնում ես տիկին Մարգոյի բուտիկ։ Երեկոյի համար զգեստ եք ընտրում։ Հա, ու Զանգինինային ասա, որ պատրաստվի, իրա ներկայացումը պարտադիր է։ Ասա, որ ես ժամը 7-ին կմտնեմ իրա հետևից։ Լավ, հեսա կզանգեմ։ Դե գնացեք, ում եք սպասում, մենք շատ ժամանակ չունենք։ Տիկին Մարգո, բարի օր, Ներսեսն է ձեզ անհանգստացնում։ Վայ, պարոն Ներսես, ինչ անհանգստացնելու մասին է խոսքը։ Ինչով կարող եմ օգտակար լինել։ Տղաս մի օրիորդի հետ կայցելի ձեզ ու կես ժամվա ընթացքում։ Խնդրում եմ մի շքեղ զգեստ ընտրեք, մեր կատալոգի պրեզենտացիայի համար։ Մեծ սիրով, պարոն Ներսես, երեկ երեկո նոր հավաքածու ենք ստացել Փարիզից։ Շատ լավ, չեկը ուղարկեք օֆիս, իսկ կանխիկ վճարեմ, թե փոխանցումով։ Եթե ձեզ հարմար է,
Կանխիկ։ Լավ, պայմանավորվեցինք, վարորդս վաղը կբերի։ Առաջ։ Շնորհակալ եմ, որ մեզ հիշեցիք։ Ցտեսություն։ Վանո ջան, ոնց քեզ օգնեմ։ Արի փոլիս հայտնենք, էլ ինչին ես սպասում։ Եմ ջան, հիմա հաստատ էլ փոլիս չեմ հայտնի։ Ինչի։ Դե մի բան գիտեմ, էլի որ ասում եմ։ Ախր ինչ գիտես, ինձ էլ ասա, ես էլ իմանամ։ Մենակ թե չասես, որ այդ տղին վատ բան ա պատահել։ Իրան չէ, բայց իր միջոցով։ Ինչ է իր միջոցով։ Ինչ ա եղել։ Եմ ջան, մի բան ասեմ, էլ ես քանի օր ինձ հարցեր չտաս։ Խորենը ողջ եւ առողջ է։ Վայ։ Հարքդ շատ Տեր Աստված։ Իսկ որտեղ ա, ով ասեց, ինչ անում։ Քեզ չասել ինձ հարցեր մտնում։ Ուրեմն հիմա Լիլիթին չասես։ Ինչի։ Տենց, թող դուրը բացի խորենը ներս մտնի, ես տեսնեմ, որ ինքը եկավ, նոր քեզ կասեմ։ Չէ, ես ինքս իրեն կասեմ։ Հիմա չասես։ Ինչի է, չեմ հասկանում։ Որ ասում եմ հիմա չասես, ուրեմն մի բան գիտեմ, որ ասում եմ։ Եմ ջան, կարամ ես հարցերի լուծումը տամ։ Ես ինքս Լիլիթի հետ խոսամ, թող երեխես հանգստանա մի քիչ։ Լսի։ Լավ, չիմանամ այդ տղեն որտեղ ա ինչ անում։ Որ ես իմանայի, հաստատ քեզ կասեի։ Լսի, համ ասում ես ողջ առողջ է, համ էլ չես իմանում որտեղ ա։ Եմ ջան, սիրուն ջան։ Կարևորը, որ խորենը ողջ եւ առողջ է։ Այդ մնացած հարցերը թողին վրա։ Եղավ։ Հիմա էլ գնա քնի։ Բա դու։ Ես մի քիչ ուշ կքնեմ, մտածելու բաներ ունեմ։ Ձայձաշ քնացես։ Ադես թե քնել կրնի, որ ինչ կա ասա։ Ասում եմ դուրս խաբար է ուղարկեն, տուլիկ ուղարկեն, բայց մի վաղտա ձենձուն չկա։ Վերջը։ Ասում կարողա կլուշնիկին բերան խոսք ասել։ Լավ, հասկացա, որ կա կասեմ։ Պապիկը, հարցը քնության։ Վարակ շարժվի։ Ահա, ոնց որ ասում են, շանանունը դու պետը ձեռդ վեկան։ Պահե գիծը մի քանի րոպե։ Հարի նստի։ Քեզ զանգում եմ, էլ չզգուշացնեմ, որ ավելորդ բաներ չխոսես։ Աշոտ, Վանոն Ամերիկայից։ Հասկացա։ Աշոտ, քեզ ինչքան փողապետ, որ խորենին հանգիստ թողնես։ Ես խորենին չեմ անհանգստացնում։ Առոք ապրում այր համար։ Չէ, Աշոտ, դու հաստատ ինձ մոռացել ես։ Ասեմ, որ ես չեմ փոխվել։ Ու լավ կլինի, որ հիշողությանդ մի քիչ զոր տաս ու մանրամասներ հիշես։ Ես, Վանո, ամեն ինչ էլ լավ հիշում եմ։ Լավ, հարցս ուրիշ ձևակերպեմ։ Քեզ ինչքան փողապետ, որ ես խաղերին վերջ տաս։ Ինչ խաղեր։ Չեմ հասկանում ինչի մասին ես խոսում։ Աշոտ, ոչ դու ես երեկվա երեխան, ոչ էլ ես։ Կարճ ու կոնկրետ պատասխանի հարցերից։ Դու, Վանո, լավ գիտես, թե ինձ ինչա պետք։ Այդ ինձ էլ է պետք։ Ասեմ, որ ես տեղյակ եմ։ Այն ինչ որ դու կտե փնտրում եք, ձեր մոտ չի։ Բա որ այդքանը գիտես, խորենից ինչ ես ուզում։ Խորենի կպավես խորենի, լսի Վանո։ Եթե ուզում ես իմանաս, Վանո ջան, թող խորենի տիրոջ։ Ոնց։ Ուզում ես ասել, որ խորենից տեղյակ չես։ Լսի խորենը այդտեղ, ես այստեղ ինչի պիտի դրանից տեղյակ լինեմ ես։ Ալո։ Ճիշտ ասում, չի փոխվել, նույն խելար Վանոնա մնացել։ Արա, ով է։ Ներս ես, հա։ Չէ, ով է։ Ասում ես Վանոն գիտի թե քեզ ինչա պետք,
Դու էլ գիտես, որ այդ իրը Վանոյի մոտ չի։ Հետիկու ամոր նորությունա։ Լսի Պապիկյան, դու իմ հետ խաղեր մի խաղա, ես քեզ արդեն զգուշացրել եմ։ Քո ժամանակ արդեն սպառվում է։ Մնաց 1 ժամ։ Չհասկացա։ Ինձ մի վախեցա, Կարամյան։ Ես մանկուց արդեն վախեցած եմ։ Լավ, հեսա կհասկանաս։ Մովսյանն ասեք մոտս գա։ Ուրեմն լսի Աշոտ, 1 ժամից ամբողջ պատմությունը մանրամասն նկարագրված ու թղթի վրա լինի իմ սեղանին։ Հակառակ դեպքում գործերդ կգնա դատախազություն ու հեչ մի մտածի, որ գնալու ես այնտեղ թագավորի նման պառկես։ Ես կհետևեմ, որ կյանքը դժոխքի վերածվի։ Կանչել եք, պարոն գնդապետ։ Հա, Մովսիսյան, Պապիկյանին տանում ես մոտդ ու ապահովում ես գրենական պիտույքներով։ Ինքը մի ժամից ինձ համար պետք է մի հետաքրքիր պատմվածք գրի։ Հասկացա, շեֆ։ Առաջանցի։ Հա, մոռացա ասեմ, պարոն գնդապետ։ Ախր ես գրել չգիտեմ, ծանր մանկություն եմ ունեցել, չեն սովորացրել։ Մովսիսյան, հանձնարարում եմ պարոն Պապիկյանին գրել սովորացնեք, ու եթե պետք եղավ, մեր մասնագետներից մեկնումեկին էլ կկանչես։ Հասկացա, շեֆ։ Գնացինք Պապիկյան։ Հավատամ մենք լավ դասատուներ ունենք։ Նազարյան բանը պատահել։ Շեֆ, հայտնաբերվել է Սերգեյ Արաքելյանի մուրի ընկերոջ դիակը։ Ինչ։ Այդ վերջը չի։ Նրա կողքին գտել են մեր աշխատակից քնիչ Երեմյանին, որին անգիտակից ձևով տեղափոխել են հիվանդանոց, գլխի կոտրվածքով։ Բժիշկները հույս չեն տալիս։ Նազարյան, ես ինչ ես պատմում։ Շեֆ, Երեմյանի ձեռքում հայտնաբերվել է այն ատրճանակը, որով սպանվել է Սերգեյ Արաքելյանը։ Ոնց դե։ Հա, պատկերն էսպիսին է եղել։ Երեմյանը կրակել է Սերգեյ Արաքելյանին, հետո հետևից գլխի կողմից հարված է ստացել մահակով։ Դա հենց հետո խուզարկվել է մանրամասն նրա գրպաններն ու ավտոմեքենան։ Ու ամենահետաքրքիրն է, որ ամեն ուրեք նույնիսկ մահակի վրա գտնվել է մուրի մատնահետքերը։ Աստորեն Երեմյանը ծուղակում հայտնվել։ Աստորեն։ Քրեական գործ արեցեք Նազարյան։ Ու գտե այդ մուր կոչվածին, որտեղից ուզում ես գտի, թեկուզ գետնի տակից։ Ազատ ես։ Լսում եմ։ Սրճարանում այս պահին մատուցող չկա, դրա համար ցավոք ստիպված եմ ես քեզ սպասարկեմ։ Լսում եմ։ Ինչ լավ է։ Հիմա որ թեյ պատվիրեմ, հուսով եմ չես թույնի, չէ՞։ Այդքան բան։ Հələ որ հա։ Սպասիտս ես քեզ ինչ օրն եմ գցելու։ մի հատ էլ Sprite, please։ Վերջ։ Առայժմ հա։
Խնդրեմ։ Սպասի մի րոպե։ Մի բաժակ էլ կոնյակ։ Այդքան բան։ Հələ որ հա։ Կարող ես պատվերներդ մի անգամից ասես։ Չէ։ Ես customer եմ։ Մի մոռացի, որ customer միշտ ճիշտ է։ Խնդրեմ։ Սպասի։ Մի հատ էլ ice cream բեր ինձ։ Վանիլա։ Գիտես, լավ կանես հորդ խոսքը մոտս չգցես։ Հորս խոսքը։ Պապաս ինչ կապ ունի։ Հեչ։ Ուղղակի երեք ասեց, որ ոչ դու, ոչ էլ ինքը այլևս ինձ չեք անհանգստացնել։ Բայց ես քեզ չեմ անհանգստացնում։ Ես այս քաֆի շափի աշխատողին եմ անհանգստացնում։ Նենց քեզ կչորփեի։ Ափսոս։ Այդ մի երազանքդ հաստատ չի կատարվի։ Իսկ ես քեզ խորհուրդ կտամ զգուշ լինես։ Որտեղ իմ բոլոր երազանքները վաղ թե ուշ կատարվում են։ Ոնց որ մի օր։ Հիմա ice cream-ս բերում ես, թե մենեջերիդ կանչեմ, աղջիկ ջան։ Ինչ ա եղավ, ինչ համար ես ուզում ստեներ։ Աննա, ապեր դու կարգին մարդու տղա ես, քո հետ կարելի է լուրջ գործ բռնել։ Ինչ գործ։ Մի հատ հարուստ խելառ ենք կպցրել։ Ամեն ուրբաթ գալի լիքը փողեր ա թափում ու գնում ա։ Ես իմ այդտենց ինչ խաղացող էլ չի։ Ու ինչ ուզում սրանով ասես։ Ուզում եմ ասեմ, լավ կլինի մի քանի մայր վերցնես, գաս ուրբաթ օրը դրա հարցերը լուծենք ապեր։ Ես փող չունեմ։ Ոչինչ ապեր, ես քեզ կտամ կրելուց հետո կտաս։ Ուղղակի ափսոս ա, այդ հավին ձեռնեցս բաստանանք։ Այր ես ինչ տեմ պետք։ Թե տենց հավա ինքդ էլ հարցերը կլուծես։ Յանեմ չգիտես էլի, որ մենակով չի լինի։ Բա որ կրի։ Չի կրի, ապեր ասում եմ։ Իմ ինչ խաղացող էլ չի։ Ուղղակի ափսոս ա, լիքը փողեր ունի, ու չգիտի հարիվս ոնց ծախսի։ Երբ եք հիմա հավաքվում։ Եկող ուրբաթ։ Դեռ մինչև ուրբաթ ահագին ժամանակ կա։ Կմտածեմ կասեմ։ Ապեր ինձ հիմա պետք է իմանամ, որ իմանամ ինչ եմ անելու։ Լավ կլինի, բայց որ գաս։ Ասում ես պապայի մասին որտեղից ես իմացել։ Տարբեր տեղերից։ Դու գիտես, որ ես ամեն մարդու փող չեմ բերի տա, որ հնարավոր է չտալ չեմ տալիս ապեր։ Ստեղից ես իմացել։ Չէ, լեննականից։ Ու ինչ ես իմացել։ Ոնց որ հորդ չգիտես, ես պետք է ասեմ։ Ինչ որ ապեր։ Սպասում եմ զանգիդ։ Աշխատի որ գաս։ Դե լավ մնա։ Դու էլ ապեր։ Մամ։ Լիլի։ Եթ ուր էիք գնացել։ Հեչ, ասացի տնից դուրս գամ, գոնե մի քիչ ցրվեմ։ Ճիշտ ես արել։ Այ որ մնացած հարցերում էլ ինձ լսես, չէ՞, ամեն ինչ լավ կլինի։ Նենա, լսեցի էլի, որ այսօր ննգա։ Չհասկացա։ Չես հիշում։ Ոնց ասում էիր, տենց անում էիր, որ խորենի ուշադրությունը գրավեի։ Ամոթ քեզ։ Ինչի ամոթ։ Սուտ եմ ասում։ Ինչի ես քեզ ասել եմ խորենի ցաղյանաս։ Չես ամաչում Լիլիթ։ Ուղղակի ուզում էի, որ սերդ երկկողմանի լինի։ Երկկողմանի եղավ, բայց չեղավ։
Հիմա դու ինձ ես մեղադրում քո վիճակի համար։ Չէ, մամ։ Ոչ մեկին էլ չեմ մեղադրում։ Մենակ ինքս ինձ։ Լիլ ջան, անկստացի բալես։ Կգնանք կազատվենք այդ երեխայից ու մարդ էլ չի իմանա։ Մենակ ես ու դու։ Դու էլի քոնն ես կրկնում։ Քեզ քանի անգամ ասեմ, ես իմ որոշումը արդեն կայացրել եմ։ Ոնց քեզ խելք հասկացնեմ, աղջիկ ջան, չգիտեմ։ Ինձ խելք հասկացնել պետք չի։ Ու այս երկու օրը պապային էլ կասեմ։ Ինչ կասես։ Կասեմ, որ խորենից երեխայի եմ սպասում ու ունենալու եմ այդ երեխային։ Ու եթե իմ վիճակի պատճառով ես ձեր անունի հետ եմ խաղում, հենց այսօր էլ կգնամ տնից։ Չէ, դու գշել ես, Լիլ։ Չէ, մամ։ Ես շատ նորմալ վիճակում եմ։ Դու հորդ ոչ մի բան էլ չասես։ Հերդ չի դիմանա, կմեռնի։ Բա երբ ասեմ, հա? Երբեք։ Երբեք, Լիլ։ Ոնց որ ասեմ, տենց էլ պիտի անես։ Մի վախեցի։ Ես պապային կասեմ, որ դու դեմ էիր։ Ինքը քեզ չի մեղադրի։ Հասկանում ես ինչ ես խոսում։ Լիլ ջան, դու ջահել ես, դու ոչ մի բան չես հասկանում։ Գիտես քանի հատ տենց երեխա կունենաս ու էլի կսիրահարվես։ Ախր ես ուզում եմ, որ երջանիկ լինես, ուրախ լինես, ամուսնանաս, ապուրինի երեխա, առանց հոր, դու տենց դժբախտ, ինչի է պետք։ Դու չես պատկերացնում, թե ինչ ես անում քո կյանքի հետ։ Մամ, իմ երեխան պիտի ծնվի։ Քեզ քանի անգամ կրկնեմ, որ հասկանաս։ Ինձ սիրուն զույգ են, չէ՞։ Ոնց են սազում իրար։ Դրա մասին մոռացի։ Ես Կարենի հետ կապված ուրիշ ծրագրեր ունեմ։ Միայն կույրը կարողա չնկատի, թե Կարենը ոնց է նայում Անիին։ Չէ, ինչի՞, ես էլ եմ տեսնում։ Բան չունեմ ասելու, Անին շատ խելացի, շնորհքով աղջիկ է։ Ու ես հուսով եմ, որ դեռ իր մոտ երկար կաշխատի։ Ասեմ, որ ես իրանից շատ գոհ եմ, շատ։ Բայց Կարեն Ալմաստյանի կինը նա չի կարող լինել։ Ինչի՞։ Անհեր աղջիկա, աղքատ ընտանիքից, ստատուս չունեցող ընտանիքից, հա։ Լսի, ես էլ եմ անհեր մեծացել, աղքատ ու ստատուս չունեցող ընտանիքում։ Ուրիշ պատճառներ կան, դեռ կան։ Ինչ պատճառներ։ Շատ բան իմանաս, շուտ կծերանաս։ Հիմա ավելի լավ է դու ժպտա, մոտենանք տղայիդ և շնորհավորենք առաջի պրեզենտացիայի առթիվ։ Պետք է խնդրեմ, որ ինձ մի հարցում օգնեք, Վարպետ Խաչիկ։ Յո, չմեռանք, Վարպետ տարանք։ Սպես կանաս տունձի մայստրո է կսես։ Ձեզ դուր է գալիս, թե ինչպես է ապրում Թոնին, ինչ շրջապատում է լինում, ինչ է անում։ Աղջիկ ջան, դուր գալու, դուր չգալը ո՞րն է, Թոնին իր կյանք ունի, իր համար կապի ինչ գործս է։ Իսկ չէ կարծում, որ պետք է իրեն օգնել, որպեսզի ավելի օրինակելի կյանք վարի։ Այսինքն ինչ օգնեմ, հələ մի հատ սա հասկանամ, այդ տղան ինչ է երել։ Այ աղջիկ ջան, այդ տղան առավոտից երկուն իր սենյակը նստած նվագ է գա։ Երկուններն է տուն գտանին։ Հա ճիշտ է, ճամպեն են աղջիկան կվերցնի, դե մի ջատղա երկունները կզբաղվի խոչի հետ տունը անդերուտուս վերաննի։ Հա ճիշտ է մեկ-մեկը քլաբ կերտա, ասենք, հանդիման կերտա, բայց դեռ կյանքն այդպես։ Ես էլ հենց այդ եմ ասում, էլի։ Ինչ կսես որ։ Դե հանդիպումներ, քլաբեր, աղջիկներ։
Դուք շատ բաներից տեղյակ չեք, վարպետ Խաչիկ, ու լավ կլինի, որ օգնեք ինձ։ Հələ մի անգամ, հələ սա նայ, ինչ պետք է օգնեմ, որ չեմ օգնեմ։ Դե պետք է ես ավելի մանրամասն իմանամ, թե ուր է գնում, ինչ է անում Թոնին, որպեսզի կարողանամ օգնել իրեն։ Հասկացա, տեսար, ուշ հասկացա, բայց հասկացա։ Այսինքն կուզես, որ ես քո մոտ շպիոն աշխատեմ։ Ու Թոնին ինչ օրեն ես, թե կամ քեզիս է։ Չէ, ինչ շպիոն, ինչ եք ասում։ Ուղղակի ես ավելի մանրամասն եմ ուզում տեղյակ լինել, ընդհանրապես։ Ես դա իր համար եմ ասում։ Հա, հասկացա։ Ուրեմն արիցպես պայմանավորվենք։ Այս Եվրոպայից, այս վարգանից ես քո անձնական շպիոն եմ։ Սպես ուշադիր գնայեմ, սպես գնայեմ, ես Թոնին մի բանը մերով, վազելով կուկամու քեզի խաբար կուտամ, եղավ։ Փաստորեն չեք ուզում օգնել Թոնին։ Չէ, Թոնին միշտ կուզեմ օգնել։ Հասկանես, ես իմ պարտականությունս Թոնին օգնելն է։ Այն մնացածը չեմ հասկանում։ Լավ, բարձ է, վարպետ Խաչիկ։ Ի՞նչն է բաս։ Ոչինչ։ Շնորհակալ եմ։ Ստեսություն։ Վայք, ասկան սիրուն աղջիկը ուտկան մունդար հոգի ունի։ Իշկանը սորիցը մորից հեռու մնաս ենկան ասուն մոդիկ կերիս։ Հիասքան ճոր էր, ոնց որ մոխրոտի կլինեմ։ Վարահանդեսը վերջացավ ու մոխրոտիկը վերադառնում է իրա խրճի։ Բայց գիտես, հեքիաթը ուրիշ ձև է վերջանում։ Տենց ավարտ մենակ հեքիաթներում է լինում։ Անի խնդրում եմ, այս անգամ մինչև վերջինս լսի։ Քո մի բառը բավական է, որ այդ հեքիաթը լավ ավարտվի։ Դու հիշի, ես քեզ գժի նման սիրում եմ, ու հետի մոտ օրորի ավելի ուժեղանում։ Անի ես պատրաստ եմ անեմ քո համար ամեն ինչ անի, հասկանում ես։ Խնդրում եմ, հիշի այդ։ Լորի, խնդրում եմ, ոչ մի բան չասես։ Ես հիմա պատրաստ չեմ, իմ առանց հետ էլ տառապած հոգու վրա նոր տանջանք ավելացնել, թող ամեն ինչ մնա նենց ոնց որ կա։ Դու լավն ես։ Դու բարի ես, դու իմ ընկերն ես, ես ամեն ինչ տեսնում եմ, ամեն ինչ զգում եմ, բայց ես պատրաստ չեմ հիմա իմ հոգու վրա նոր բեռ վերցնել։ Ինձնից հիմա պատասխան մի պահանջի։ Լավ, ես գնամ։ Բարի գիշեր։ Զգեստը առավոտը օֆիս կբերեմ։ Զգեստի մասին մի մտածի, ֆիրմայի կողմից նվեր է։ Անի հիշի քեզ ինչ ասեցի։ Չմոռանաս։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Լիլջան, քեզ լավ բան ունեմ ասելու։ Ինչ լավ բան, պապ։ Այս տանը մենակ դու ես լավ բաներ ասում։ Ինչ էլ ով ինչ ասում։ Տեսախ վատատես եմ, մենակ դու ես լավատես։ Լիլջան, նրան խոստացի, որ մամայի նման հարցեր չես տալու։ Որտեղ որ հարցեր տվείς չեմ կարա չպատասխանեմ։ Ուրեմն ինչ որ ինձ ասելու ես, մաման արդեն գիտի։ Հա, գիտի։ Ուզում եմ քեզ ասել, որ խորենը լավ է, որ չանհանգստան ասել։ Ոնց։ Ուրա բապապ, ինչ է անում։ Լիլջան, աչքից դու էլ մամայիդ նման չհասկացար ինչ եմ ասում։ Ասում եմ խորենը լավ է, ուրեմն լավ է։ Սիրում եմ քեզ, պապ։ Ես էլ քեզ եմ սիրում, բարես, ու ոչ մի բանի մասին չմտածես։ Պապ, ես էլ քեզ բան ունեմ ասելու։ Ասա ցավը։
Պապ։ Հաջան։ Պապ, ես։ Դու ինչ, Լիլի ջան։ Պապ, ես ուզում եմ, որ մեր տան էլ վեճեր չլինեն, որ առաջվա պես խաղաղ հանգիստ ապրենք, ու ոչ ոք մեզ չբաժանի։ Տենց է կրնի, Հafsիկ ջան, բայց դու ինձ ուրիշ բան էիր ուզում ասել։ Չէ, ոչինչ, հետո կասեմ։ Երբ ուզեց բանես։ Մեկ դուրդ գալիս է, որ ամբողջ օրը տունը պարկած է։ Մոնո ջան, լավ է, դիվանու վրա պարկիս, քան հերի քեզնից հետա Ֆորեստոնը պարկիս։ Ֆորեստոնը չի պիտի պարկեմ։ Չիտես որ խումար խաղծողների սաղի վերջն է Ֆորեստոն, հատկապես քեզի պես խամ խումար խաղծողների, դիլետանտ, երկուս միսոր բդես տաս խումար խաղաս, կերվիս, հետո չկնանաս կրվածդ վերադարձնես, պիտի կան վիզդ պրնեն, կգրեն տանին կծեն Ֆորեստոնում, հասկծար։ Դրաս էլ չշարունակես, ասի մոռացել եմ խումար, ուրեմն մոռացել եմ։ Մեկ չոն ինձի լոլոմի կարտ այ տղա, այդ որ խումար խաղծողն այդպես շուտ մոռաց է խումար խաղալը, բայց դու կմոռանաս, օնո, ես քեզի կստիպեմ որ մոռանաս։ Պես որ Դու ինչ ես խոսակցություններից խուսափում։ Ինչ կենի եմ այդ տղա։ Խուսափում։ Ոյք, դու այդ անտիֆոնսկի բարը ուզից կնալ խուսափում, ոյք։ Ինչ ես օնո։ Ուզում եմ քո մասին պատմես, չես պատմում։ Ինչ պատմեմ, Մոնիկ ջան։ Ես կենսագրությունս կուզես իմանաս, Մոնիկ ջան։ Եկա տղա ես դարե, որ այդ կենսագրությունը չիտես այդ։ Ծոմոտ քեզի գեդին եմ այդ։ Լավ կեցի պատմեմ, Մոնիկ ջան քեզ։ Եմ ուշադի լսի։ Ուզես թուղթում ադիտամ, կրես թե գհիշես։ Պիրանդու բաց է։ Մոնիկ ջան, ուրեմն հայրդ ծնվել է 1954 թվին Լեննական քաղաքում։ 7 տարեկան հասակում Մոնիկ ջան, դպրոց է գնաց է։ Դպրոցն ավարտելուց հետո, բայց լավ եմ ավարտում, գիտես չէ՞ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո վզիցս բնեն տարան սովետական բանակ։ Բանակից վերադառնալուց հետո էշ սկսեցի աշխատել Մոնիկ ջան։ Հետո հանդիպա մայրիկիդ, որը ինձի գցեց առաջ բերեց Ամերիկա։ 25 տարի Մոնիկ ջան Ամերիկայում էլի էշի նման կաշխատեմ։ Ենքան եմ այս ուլիսները ֆրֆրացել որ այսօր Լոս Անջելեսի ուլիսներն ավելի լավ գիտեմ, քան Լեննագանի ուլիսները, հասկացար, ահան դգեր իմ կենսագրությունս։ Ուլիսը որն ապահել են երաշտական գործիքներից մեկն է։ Էլի սկսիր այդ դուրակ վերվարելը։ Ուլիցը, Օնո ջան, ուլիցը դիք Լեննագանի բարբառով փողոցն է, ստրիտ, հասկացար։ Այ հենց այդ Լեննականից էլ ուզում եմ որ պատմես։ Ինչ է իրանում, ոնց է իրանում, ում է դա իրանում։ Օնո, բարապես մնաց։ Ահա։ Դե որ բարապես մնաց Օնիկ ջան։ Ասի առակների եւ ասացվածքների գիրք է Օնիկ ջան։ Սոր մեջ է 30-ատ ասացվածք եմ նշել։ Այդ 30 ասացվածքը Օնիկ ջան, թարգմանես անգլերեն ու կուտաս ինձի։ Եղավ։ Ինչի՞ համար։ Ահավասիկ զբաղվի։ Ինչի՞ համար բա։ Պետք է։ Ինչի՞ դա պետք։ Ասացվածքի դպրոց պետք է բացեմ այդ տղա։ Ճոգմես որ էլի խոսափում ես հարցերից։ Տղա ջան, այս ասացվածքները կթարգմանես կուտաս, հետո կխոսամ։ Եղավ ես զայլա չունեմ, գնաց ես։ Արի իմա 30-ատ ասացված թարգմանի։ Մամ, ինչ ես անում։ Գնա նստի
Աստի քեզ կազդուրվել է պետք, առավոտ շուտ վեր ես կացել ու գործ ես անում, նստի։ Բան չեմ անում, Տաթև ջան, թե էի ուզում դնել։ Հա, ես կդնեմ, դու նստի։ Դու պիտի լավ սնվես, Տաթև ջան, ուշ հավաքես։ Ջահելներն այնքան բան են բերել, սառնարանում տեղ չկա։ Տիգրանն էլ լիքը միրգ ա բերել, պիտի ուտես վիտամիններ են։ Ես կուտեմ, մամ ջան, դու մի մտածի։ Իսկ քեզ համար ինչ սարքեմ։ Ախորժակ չունեմ, աղջիկս։ Չեմ կարողանում հանգստանալ։ Խելագարվում եմ խորենի լռությունից։ Սենց բան կլինի։ Ուր ա կորել այդ տղան, հա։ Մամա, դու մի մտածի, հա։ Հիմա քեզ հուզվել չի կարելի։ Դու հանգիստ պահի քեզ ամեն ինչ լավ կլինի։ Խորենը կզանգի։ Դե երևի իր գործերով զբաղված է։ Եթե ինչ-որ բան լիներ, Վանոն մեզ հաստատ կասեր, չէ՞։ Չէ, Տաթև ջան։ Դու Վանային չես ճանաչում։ Նա կարող է մեզ չասի իրականությունը։ Լավ, մամ։ Հիմա ներվերդ քայքայում ես, որ ինչ։ Ես երեկոյան կհարմարեցնեմ, կզանգեմ, դու Վանոյի հետ կխոսես։ Դե հիմա մի կտոր բանկեր ու գնա թորանդ մոտ պարկի ու հանգստացի, լավ։ Մամ ջան, ամեն ինչ լավ է ու լավ է լինելու։ Հա։ Հա, Տաթև ջան։ Մենակ խորենս զանգի ձայնը լսեմ էլ ուրիշ բան չեմ ուզում։ Կզանգի, մամա, դու մի մտածի, անպայման կզանգի։ Դե կեր տեսնեմ։ Ախրախորժակ չունեմ է։ Կեր, որ դու չուտես, ես էլ չեմ ուտելու։ Շանտաժ ես անում։ Տերորի եմ ենթարկում։ Դե կեր։ Այդ մեկը կեր, հեսա մի հատ եմ սարքելու։ Հա, իհարկե։ Դե կեր։ Եթե չուտես, գնում եմ 3 ձվից ձվածեղ սարքեմ, են էլ պոմիդորով։ Դա իսկական տերոր է, գիտես, չէ։ Դու նստի հացդ կեր, ես հիմա կգամ։ Վայ իմ խեղճ մամա։ Մենակ կասկածներս իրականություն չդառնան։ Վայ խորեն, սիրտս վաղուց է պատասխանել, թե ինչն ինչոց է, բայց ուղեղով չեմ ուզում ընդունել այդ ահավոր ճշմարտությունը։ Դու էլ անընդհատ լռում ես։ Երեմյանի տան խոզարկության ժամանակ խոշոր գումարներ հայտնաբերվել։ Քանի օր առաջ ուստախաչիկներ եկե մոտս ու մի քար էր բերել, որ գնահատեն։ Այս անգյունի վրա թվեր կան գրած 1 9 7 2։ Դու պարտավոր ես մեզ ասել,